Բարևներս բաժանորդներին և լավ մարդկանց, ձեր նոր տարին շնորհավոր, այո, միայն լավ մարդկանց նոր տարին եմ շնորհավորում, որովհետև սրիկաներ այլանդակներինը ոչ, և ցավոք սրտի գնալու դրանց քանակը շատանում է, այս ռեժիմն էլ նպաստում է, ես նկատի ունեմ Խորհրդային Միության տապալումից հետո Հայաստանում գրանցված հանցավոր ռեժիմը, առ այսօր, այո, նրանք ովքեր գրավել են իշխանական աթոռները Խորհրդային Միության տապալումից հետո, այդ 4 մարդ սրիկա հանցագործները, մեկը մյուսի հետևանքն են, իսկ սա այս վերջինը ուղղակի գլուխ գործոցն է դրանց սրիկայության, ամեն տեսակի հանցավոր սրիկայության, իդեպ այսօր, որ այդ նորությունը կարդացի, թե ինչպես Մադուրոին հափշտակեց Տրամպը, առաջինը դա առանձին թեմա է իհարկե կարելի խոսել, ոչ ես հոլովակում, բայց առաջինը ինչի ուշադրություն դարձրեցի, որ Մադուրոյի անունը Նիկոլոս է, ցավոք սրտի նման սպառնալիք չկա այս Նիկոլ Պարշիվյանին, Պարշիվ էլ, սա ունակություն է ձեռք բերել, միաժամանակ մտնի տարբեր իրար հակասող քամակները, Պուտինի քամակը, Մակրոնի, Նիկոլ հիմա այս պահին ում քամակում ես, կոորդինատերդ մի հատ ասա, և իհարկե ողջ գործունեությունը այդ Նիկոլ Փաշինեսկու երկրորդի, այն որ հիշում է, այն Չաուշեսկի ինչ էր արել, Չաուշեսկու, գնդակարեցին Ռումինիայում, նա էլ էր, չէ, Նիկոլ Չաուշեսկի, սա էլ Նիկոլ Փաշինեսկ, համեմատած այս տականքի հետ, Չաուշեսկի ամեղ գառ էր, ինչ էր արել, գնդակահարեցին ռումինացիները և ողջունելով Եվրոմիություն ընդունեցին Ռումինիան, սա ասացի ոչ թե նրա համար, որ հանկարծ չկարծեք, Քավլիցի ես հենց խորինս դեմ եմ այդ Եվրոմիությանը, Եվրոմիությունը չարիք է, ողջ էությամբ ես դեմ եմ դրան, բայց նրա համար, որ հանկարծ կարծիք չստեղծվի այդ ապուշների մոտ, կողմնակիցների մոտ, որ ինքը Նիկոլ Փաշինեսկուն է, հնարավորություն էլի, այդ չարիքին միանալու, անդամակցելու, Չաուշեսկուն, կրկնում եմ, գնդակարեցին ռումինները, ընդունեցին Ռումինիա Եվրոմիություն, դուք էլ գնդակարեք Նիկոլ Փաշինեսկուն, ես 18 թվականից գնդակարում եմ, հոլովակներով չի սածկում, Կաշի Բեսմերտին, սատկացրեք դրան, ասում են, ինչ-որ օրենք են ուզում ընդունել, հա, նորություններ եմ կարդացի, որ իբր այդ հեղաշրջման կոչեր անելու համար, ինչ-որ հոտված, լմի րոպե, բայց որ մի քանիսին, որ ձերբակալեցիք կատղիկոսներին էլ և Սամվել Կարապետյանին էլ, Տաշիր Սամոյին, որի մասին ես համ երկու բառ կասեմ, բայց որ հոտվածով, եթե հոտված չկա, որ հոտվածով ձերբակալեցին, այլանդակ, դուք հասկանում եք, ինչ իրավաբանական բեսպրեդել է, բայց հանցավոր պրակտիկան, ու մորոք եկավ, ես ճշգրիտ չեմ կարող ասել, այս հանցավոր, բայց Սերժի օրոք կար այդ տակակ, այդ սատանու օրոք, մեղադրանք են առաջադրում, ձերբակալում են, նստացնում են բանտ, ու գնաց, տարիներով նստի, հետո արդարացնում են ազատ արձակում, բայց սա ինչ է, սրիկայոց ինչ արդարություն, իսպար բացակայում է, բայց արդարադատության նախարարությունը գոյություն ունի և այնտեղ աշխատավարձներ են ստանում այդ սրիկաները, հիմա նշեմ ուրեմն, այս Նիկոլ Ղաղբու խիստ բացասական բոլոր առումներով գործնեության ի վնաս յուրաքանչյուր հայաստանցու և Հայաստանի Հանրապետության, բայց տվյալ դեպքում հիմա կասեմ քաղաքական դաշտում բացասական արդյունքներից մեկն էլ
այն էր, որ այդ տաշիր Սամոյին մցրեց քաղաքականության մեջ։ Պիցցայի կուսակցություն, ես ինչ ձևով ուզում են իրենց կոչել։ Դրանք հիմա ոնց ասեմ, ասել եմ էլի ասեմ, ոչինչով չեն տարբերվում Նիկոլ Փաշինեսկու զբռոդից, որը կուսակցություն է անվանում, եւ ոչ մի այլ կուսակցություններից։ Ով է այդ տաշիր Սամոնը, մի հատ ասա էլի։ Մի բան ուրեմն ազատ արձակել, սա լրիվ տարբեր անգամ իրար հակասող բաներ են։ Ազատ արձակել Սամվել Կարապետյանին բանտից եւ դրա նույնիսկ Սամվել Կարապետյանի ներխուժումը քաղաքականության դաշտ եւ ոտնձգումը քաղաքականությանը։ Դուք հասկանում եք, էլի ավելորդ բացասական կուսակցություն։ Ոչինչով չեն տարբերվում այդ Ղախպեկը Նիկոլի Ղախպեկից։ Գնում են Ամերիկա, բոռ են խաղցնում արևմուտքի հետ։ Լավ, սես մի օրինակ բերեմ, երկար կարելի է խոսել։ Տարբեր հոլովակներում խոսել եմ։ Օրինակ լինելով էլեկտրական ցանցերի ղեկավար, հա, սեփականատեր, երբևիցե այդ Սամվել Կարապետյանը նման հարց հնչեցրել է կամ առաջացել է նրա մոտ, ես կասկածում եմ, եթե չի հնչեցրել, ուրեմն չի առաջացել, որ այդ կոնկրետ էլեկտրոէներգիայի սակագները համապատասխանում են հայաստանցիների մեծ մասի եկամուտներին, էլ չասած թոշակառուների։ Բան նման հարց կարող է առաջանալ բիզնեսմեն կոչվածի մոտ, երկրորդ Դոդի Գագոյի կուսակցություն, էլի։ Դուք հասկանում եք, որ ես այդ բառը դուրս չի գալիս, բայց որ լավ, հա, թող գործարար լինի։ Չի կարելի այդ բիզնեսմեններին թույլատրել ոտնձգել իշխանության, անգամ քաղաքական դաշտ։ Ես չեմ ասում, որ ես մասնավոր ձեռնարկությանը կապլիցի, մասնավոր կապիտալին կամ կապիտալիզմին դեմ եմ, ոչ։ Լավ օրինակները կարելի է բերել, քանի որ կապիտալիզմի հատկություններից մեկն էլ այն է, որ Հայաստանի Հանրապետությանը չի սպառնում, հիմա կասեմ որը, բայց օրինակը բերեմ, օրինակ Ճապոնիայում, տեսեք, հա, ուրեմն տեսեք, նույն Ճապոնիայում, իմ բնակավարից մի քիչ, Yamaha, Korg, Casio, կարծեմ էլի կա, միայն կոնկուրենցիայի արդյունքում տեսեք հետևանքով ինչպիսի արդյունքների բերեց, տեսեք, մի հիասքանչ հրաշալի երաժշտական գործիքներ, բայց ինչպես ասացի, Հայաստանի դա չի սպառնում, որովհետև Հայաստանում այդ Ղախպեկը, ովքեր քաղաքական դաշտել են, Դոդի Գագոները, ներխուժ է, այդքան էլ չկան, դրանց գաղափարը այդքան էլ չկա, միայն մենաշնոր, միայն ես օգտվեմ, հասկանում եք, քեզ զրկեմ այդ հնարավորությունից, այսինքն արդար մրցակցությունը սրանց գաղափարների մեջ էլ չկա, ոչ էլ գործնեության, եւ արդար մրցակցության համար երկիրը պետք է օրինապար լինի, արդեն վախում ես հայերեն խոսել, որովհետև մի հատ օղրաշ կար է Արտուր անունով, գիտեք քանի անգամ եմ ասել, 1000 անգամ եւ որ թվականից, օրենքի մակարդակով է պետք արգելել հայոց լեզվի ածականները գործածել իրենց ղախպակ զբռոտ կուսակցությունների անվանումներում, օրինապա, օրինաց, հայրենիք, այդ սա պետք է արգելվի, ազգային, մազգային, ես իմ ես Ղախպեկին լնայք է, բայց եթե այս դեգեներատ աստիճանին, ոնց ասեմ, արա, եւ ախր տենդենցը ցանկություն էլ չկա, էլի, հենց նույն Ղախպեկի մեջ, որոնք այսօր քաղաքական դաշտում լցված են, չկա առաջընթացի ցանկություն չկա, միայն մենաշնոր, ալան թալան, Եվրոմիությունը
ԱՄՆ-ն գումարները ուղարկի պարտքը գրի ձեր վրա Հայաստանի վրա իրանք թալանեն, կատարեն դրանց քմաճուկները, որոնք վնաս են, ողբերգություններ են բերել են Հայաստանի Հանրապետությանը, բայց այդ սատանեկին է Լևոն Խեր Պետրոսյան, ով որ ազգային բառը, հայրենիք, հայոց եւ այլն բառը վաղվանից չհանի իր կուսակցության անվանումի կամ կապ չունի, անվանումից չհեռացնի, ինքը բոզի տղա է, ինքը սատանա է, այսինքն ոտնձգում է մի բանի, որը իրեն չի պատկանում, հասկանում ես, սա գիտեք ոնց որ ասենք 9 հարգանի ինչ-որ կամ 5 կապ չունի, շենք մի հատ բակ եւ ինչ-որ մի բնակիչ իջնում է, այդ բակը զաբուրա քաշում, ինչ-որ նստարան է դնում, ինչ-որ եւ այլն եւ պրիխվատի, այսինքն խլում է, էլի ոնց ասեմ, իմը երկար կարելի է, ուղղակի ջղայնում են, որտեղ Երևանում տես օրինակներ չէ, այսինքն մի բանը, մի բակը, որ բոլորին է, ընդհանուր բոլորին է, չէ՞ որ բոլորը օգտվեն, նա այդ ղախպեն, Լևոն Խեր Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, սա նույն երևույթն է, ով չի հասկանում է ամենավերջին դեբիլն է, էլի, ոնց ասեմ, միայն այդ դու ով ես բոզի տղա Լևոն Զուրաբյան, որ կոնգրես ես ձերեք, կոնգրես, խերից կոնգրես ես դու, բա ոտնձգել է, դուք եթե չեք հասկանում, դուք ապուշ եք, օրենքի մակարդակով պետք է արգելել, Լևոն Խեր Պետրոսյանի կոնգրես անվանի, բոզի տղա, ես ձեզ բացատրում եմ, չարիքը որտից է եկել էց Նիկոլ Ղախպեն, մարմնացել է ասես վարչապետի աթոռին, որտեղից է չարիքը եկել, ումը ինչի հետևանքն է, չի ուզում անպատվի, բայց ոնց ասեմ, էլ արդեն մոռացա ես Սամվել Կարապետյանի մասին ինչը, կհիշեմ մյուս հոլովակում կասեմ, չէ, այսպես մի հատ բռնես այդ ղախպին, այդ Լևոն այդ Զուրավ այդ ղախպին, բռնես ասես, այ յիբանա, դու ոնց ես իմ անունից դու բոզի տղա խոսում, մաման լացացնես էլի,